Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի ազգային ինքնության եւ հավաքական ուժի հոգեվոր մշակութային կյանքի կազմակերպման ու զարգացման առանցքային կառույցներից մեկը։ Նրա դերը ակնհայտ է դարձել մանավանդ այն ժամանակաշրջաններում, երբ պետական կառույցները թուլացել կամ իսպառ բացակայել են, սակայն անգամ միասնական համահայկական պետության առկայության պայմաններում եկեղեցին երբեք չի սահմանափակվել զուտ կրոնական առաքելությամբ։ Այն միշտ եղել է ազգային ինքնության պահպանման եւ համախմբման առանցք։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում Սուրբ Տրթատ Մեծ Արքայի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի համատեղ ջանքերով բացառիկ շրջադարձային երևույթ էր ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության համար։ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այդ քաղաքական ու հոգևոր վճռական քայլն սկիզբ դրեց նոր ժամանակաշրջանի, երբ կրոնն ու պետությունը միավորվեցին ի նպաստ ազգի հարատևության։ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կառուցումը ոչ միայն հոգևոր կենտրոնի հիմնադրում էր, այլև նոր ձևավորվող ազգային գաղափարաբանության խորհրդանիշի հաստատում։ Հայոց պատմության ընթացքում եկեղեցին մշտապես հանդես է եկել նաև որպես գիտակրթական եւ մշակութային կյանքի զարգացման առանցք։ Սուրբ Սահակ Պարթևի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եւ Վռամ Շապու արքայի համատեղ գործունեությամբ ստեղծվեց հայ գիրը, որը դարերի ընթացքում վերածվեց ինքնության պահպանման կարևորագույն գործոնի։ Հայոց վարդապետարաններն ու կրթական կենտրոնները՝ Տաթև, Գլաձոր, Հաղպատ, Սանային եւ ուրիշներ, ոչ միայն կրոնական ուսում էին տալիս, այլև գիտական, մասնավորապես աստվածաբանական եւ փիլիսոփայական, ինչպես նաեւ բնական գիտությունների կենտրոններ էին։ Այդ կառույցները կոփեցին մեր ազգային ինքնագիտակցությունն ու դիմադրողականությունը, ապահովեցին մեր մտավոր առաջընթացը, միաժամանակ նպաստելով նաև սոցիալ-տնտեսական եւ հասարակական կյանքի ներքին կազմակերպմանը։ Հայ պատմագիտությունը վաղուց արձանագրել է, որ եկեղեցին գործել է ոչ միայն որպես կրոնական, այլև ազգային քաղաքական ուժ, որն ապահովել է ժողովրդի կենսունակությունը, ազգային արժեքների զարգացումը, վերարտադրությունը եւ փոխանցումը պատմական անբարենպաստ պայմաններում։ Միջնադարում, երբ հայոց միասնական պետությունը բազմիցս թուլացավ կամ վերացավ, հայոց եկեղեցին դարձավ այն հիմնական կառույցը, որի շուրջ համախմբվեց ազգը։ Նա ստանձնեց պետական իշխանությանը վերաբերող մի շարք պարտականություններ, ղեկավարում էր կրթական, մշակութային եւ հասարակական տնտեսական կյանքը, իրականացնում հասարակության կազմակերպման, երբեմն նույնիսկ դատական իշխանության գործառույթներ։ Օսմանյան եւ պարսկական տիրապետությունների ժամանակ հայ եկեղեցին պահպանելով իր հոգևոր առաջնորդի իրավասությունները, հաճախ նաեւ ստանձնում էր համայնքային կառավարման գործառույթներ։ Օսմանյան կայսրությունում միլեթային համակարգի պայմաններում հայ պատրիարքները փաստացիորեն ղեկավարում էին հայ ժողովրդի կրթական, սոցիալական եւ երբեմն նույնիսկ իրավական կյանքը։ Հայրապետներն ունեն իրավունք ոչ միայն հոգևոր առաջնորդ լինելու, այլև համայնքային կյանքը կազմակերպելու եւ ինքնիշխան որոշումներ կայացնելու։ Սա եկեղեցուն դարձնում էր ինքնավար կառույց կայսերական տիրապետության ներսում։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում, չնայած պետական վերահսկողությանն ու ազգային ինքնության դեմ իրականացվող քաղաքական ճնշումներին, եկեղեցին կարողացավ պահպանել իր ազգային կառույց լինելու դիրքերը։ Հովսեփ arczepiskopos Արգուտյանի, Ներսես 5-րդ աշտարակեցու եւ Մկրտիչ Խրիմյան հայրիկի գործունեությունը վկայում են, որ եկեղեցին շարունակել է հանդես գալ որպես պետականության գաղափարի պահապան եւ ազգային շահերի պաշտպան։ Հատկանշական է, որ Ներսես 5-րդ աշտարակեցուն, որը հաճախ բացահայտ հակադրվում էր ցարական քաղաքականությանը, այդուհանդերձ գնահատեցին նաեւ ռուսական պետական շրջանակները, շնորհելով նրան պետական շքանշան։ Այս փաստը վկայում է, որ անգամ օտար տիրապետությունների պայմաններում եկեղեցու ազդեցությունն անտեսել հնարավոր չէր։ Առանձնակի ջերմ են եղել Հայաստանի առաջին հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու փոխհարաբերությունները։ Կառավարությունը հատուկ գնահատանքի արժանացրել Սարդարապատի ճակատամարտին մասնակցած ազգային ոգին բարձր պահած եւ հաղթանակի կերտման գործում վճռորոշ դերակատարում ունեցած հոգեվորականներին, որոնք առաջին հանրապետության տարիներին հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել են բարձրագույն պարգևների։ Հատկապես հիշատակել է Հայաստանի առաջին հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու միջև կնքվելիք դաշնագիրը, ըստ որի հայոց կաթողիկոսի անձը հռչակվում էր սուրբ եւ անձեռնամխելի։ Խորհրդային շրջանը հայ եկեղեցու պատմության մեջ ամենադժվարներից էր։ Հալածանքներ, բռնաճնշումներ, հոգեվորականների ձերբակալություններ եւ սպանություններ, եկեղեցիների փակում եւ ավերվածություններ։
Այս ամենը նպատակ ուներ վերացնել կրոնը որպես ազգային կյանքում որոշիչ դեր ունեցող գործոն։ Սակայն այդ պայմաններում անգամ եկեղեցին ոչ միայն գոյատևեց, այլև կարողացավ որոշակի վերածննդի հասնել։ Ստալինի 1943 թվականի Սուրբ Էջմիածնին ուղղված շնորհակալական նամակը վկայում է, որ հայ եկեղեցին նույնիսկ մերժողական գաղափարախոսության պայմաններում դիտարկվում էր որպես ազգային համախմբման առանցք։ Վազգեն կաթողիկոսի հովվապետության շրջանում վերականգնվեցին բազմաթիվ եկեղեցիներ։ Ամրապնդվեցին կապերը Սփյուռքի հետ, իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վերակազմակերպվեց որպես համահայկական հոգևոր կենտրոն։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության վերանկախացումից հետո հայ եկեղեցու դերը հաստատվեց նաև իրավականորեն։ 2005 թվականի Սահմանադրության 18-րդ հոդվածով հայ առաքելական Սուրբ եկեղեցին ճանաչվեց որպես ազգային եկեղեցի յուրահատուկ առաքելությամբ։ Այս դրույթը հստակ արտացոլում է այն դարավոր համոզմունքը, որ առանց հոգևոր եւ մշակութային կենսունակության պետականությունը դառնում է խոցելի եւ անկայուն։ Անշուշտ, մեկ զեկույցով հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել այն պատմական իրողությունները, որոնք փաստում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց պետականության կերտման, ազգային ինքնության պահպանման եւ հոգևոր մշակութային դիմադրողականության ամրապնդման գործընթացում։ Անառարկելի է, որ դարերի ընթացքում Սուրբ Էջմիածինը եղել է հայ ժողովրդի հոգևոր հենարանը, ազգային հավաքականության առանցքը եւ արտաքին բռնաճնշումներին դիմակայելու գլխավոր գործոնը։ Սակայն արդյոք պետական արդի իշխանությունները կիսում են նախորդ պետականամետ քաղաքական գործիչների այս առումով դրսևորված գիտակցված վերաբերմունքը։ Արդյոք նույն գնահատանքն ու հարգանքն այսօր դրսևորվում են պետական կառույցների կողմից Սուրբ Էջմիածնի եւ ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ խոսքը ծնծղա է, եթե զուրկ է գործից։ Եթե առաջնորդվենք Աստվածաշնչյան այս սկզբունքով, ապա անխուսափելի է եզրակացնել, որ այսօրվա իշխանության օրոք, սկսած 2018 թվականից, հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ դրսևորված պաշտոնական վերաբերմունքն առնվազն չի արտահայտում ոչ հարգանք, ոչ ընկալում։ Ընդհակառակը, այս տարիների ընթացքում արձանագրվել է հետևողական ու համակարգված հակաեկեղեցական քաղաքականություն, որն իր ծավալներով եւ հետևանքներով եւ մի շարք ցուցանիշներով գերազանցել է անգամ խորհրդային վարչակարգի ժամանակ արձանագրված բռնաճնշումները։ Նախ դեռևս իշխանության գալու առաջին օրերին ըստ օդում կախված լուրերի քաղաքական հովանավորչությամբ խրախուսվեցին ներեկեղեցական պառակտման փորձերը։ Քաղաքացիական որոշակի շարժումներ իշխանության ներկայացուցիչների կողմից ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ աղմկահարույց գործողություններով սկսեցին պահանջել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Այս շարժումները միտված էին ոչ միայն կասկածի տակ դնելու կաթողիկոսի հեղինակություն, այլև փաստացի միջամտելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին, անտեսելով եւ եկեղեցական կանոնակարգը եւ պետության եկեղեցուց տարանջատված լինելու սահմանադրական սկզբունքը։ Սա աննախադեպ երևույթ է պետական կամ արտապետական լծակներով ներգործություն ուղղված հոգևոր իշխանության դեմ։ Հաջորդ հարվածը հատուկ հասցվեց կաթողիկոսի ինստիտուտին։ Հոգևոր առաջնորդի անվտանգության ապահովման եւ պետական պատշաճ ուղեկցության գործող ավանդույթը որպես հարգանքի ու պետական վերաբերմունքի արտահայտություն այս իշխանության օրոք կտրականապես վերացվեց։ Դադարեցվեց կաթողիկոսի անվտանգությունն իրականացնող պետական ծառայության գործառույթը։ Պաշտոնական այցերի ժամանակ այլևս չտրամադրվեց ոստիկանական ուղեկցություն։ Այս ամենը միանշանակորեն ընկալվեց որպես պետական արհամարհանք ուղղված հոգևոր առաջնորդի արժանապատվությանն ու դերին։ Եկեղեցու նկատմամբ կիրառվեց նաև վարչական եւ հարկային ճնշումներ, չնայած այն հանգամանքին, որ Մայրաթորը մշտապես գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Այս ամենը դիտարկվեց ոչ թե որպես վերահսկողական օրինական գործընթաց, այլ որպես ճնշման գործիք ուղղված եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելուն եւ նրա հեղինակությունը հանրության մեջ խաթարելուն։ Տպավորություն էր ստեղծում, որ եկեղեցին ոչ թե ազգային հաստատություն է, այլ իշխանության ընդդիմացող օտար մարմին, որը պետք է կարգի բերվի եւ պատժվի։ Ավելին, դադարեցվեց բարձրաստիճան եկեղեցականներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը։ Սովորաբար այդ փաստաթղթերը տրամադրվում էին հաշվի առնելով եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային համաժողովներին, միջեկեղեցական երկխոսություններին եւ հայոց կաթողիկոսի ուղեկցությունն արտերկրում։ Այդ քայլը ոչ միայն սահմանափակեց եկեղեցու դիվանագիտական շարժունակությունը,
այլև փաստացիորեն նվազեցրեց Սուրբ Էջմիածնի որպես փափուկ ուժի գործիքակազմը պետության արտաքին հարաբերություններում։ Այս ամենի համապատկերում պետական եւ իշխանամետ մամուլն իրականացրեց եւ շարունակում է իրականացնել հետեւողական քարոզչություն ուղղված հոգեվոր դասի վարկաբեկմանը։ Սոցիալական ցանցերում եւ հեռուստաեթերում պարբերաբար հնչում են զրպարտիչ մեղադրանքներ միտված հասարակական վստահության թուլացմանը։ Հոգեվորականների անձնական կյանքի ունեցվածքի վերաբերյալ սադրիչ հրապարակումները կամ արտահայտություններն ուղղված են ոչ միայն անհատների, այլև ամբողջ կառույցի դեմ։ Նմանօրինակ արշավները հիշեցնում են խորհրդային տարիների կիրառված հակաեկեղեցական քարոզչության գործելավոճը, որ այս անգամ իրականացնում է ժողովրդավարության եւ թափանցիկության անվան ներքո։ Երբ ամփոփում ենք այս բոլոր զարգացումները, ակնհայտ է դառնում, որ օրվա իշխանության 7 տարվա ընթացքում հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցվեց ավելի մեծ ու համակարգային վնաս, քան խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում։ Ոչ մի օտար տիրապետություն Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ չի իրականացրել այնպիսի նվաստ ու պառակտիչ քաղաքականություն, ինչպիսին իրականացնում է այսօրվա իշխանությունը։ Եկեղեցու նկատմամբ պաշտոնական այս վերաբերմունքը սպառնալիք է ոչ միայն հոգևոր կյանքին, այլև ազգային ինքնության եւ պետականության հիմքերին։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին եղել եւ շարունակում է մնալ այն առանցքային հաստատությունը, որն ապահովել է հայության միասնականությունը անկախ այն հանգամանքներից, եղել է պետականություն, թե ոչ։ Եվ երբ այդ հաստատությունը դառնում է իշխանական հակաքարոզչության թիրախ, երբ նրա հոգևոր առաջնորդը ստորացվում է, իսկ դերը նվազեցվում, դա չի կարող չհարվածել նաև պետականությանը հակընդդեմ ուղղությամբ։ Եկեղեցու դեմ արշավանքը, այն էլ անկախ պետության ներսում, նույնքան վտանգավոր է, որքան արտաքին սպառնալիքը մեր սահմաններին։ Հայոց պատմությունն ապացուցել է, որ երբ նսեմացվում է Սուրբ Էջմիածինը, վտանգվում է պետության հիմնասյունը, երերում է մեր ազգային գոյունակությունը։ Այսօր պաշտոնապես տարվում է հակաեկեղեցական քարոզչություն հոգևորականների դեմ, ուղղվում են անհիմն ու անպարկեշտ մեղադրանքներ, նախաձեռնվում է հարձակումներ։ Պարզորոշ է հստակ ուղղորդված պետական քաղաքականությունը, զրկելու եկեղեցուն իր պատմական դերից եւ անտեսելու նրա ժառանգությունը։ Այս երևույթները միաժամանակ վտանգում են ոչ միայն եկեղեցական համակարգը, այլ նաև ազգային հիշողության ամբողջականությունն ու հանրային բարոյական կառուցվածքը։ Հայ եկեղեցին երբեք սոսկ կրոնական կառույց չի եղել։ Տարերի ընթացքում այն վերածվել է ազգային դիմագրավման համակարգի, մշակութային հիշողության կրողի, հասարակական ինքնակազմակերպման գործոնի։ Հայոց եկեղեցու առաքելության վերարժևորումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության, ինքնության պահպանման, ժողովրդի համախմբման ռազմավարական անհրաժեշտություն։ Միայն այս գիտակցմամբ հնարավոր կլինի ազգային կյանքն ու պետականաշինությունը պատկերացնել իր ամբողջությամբ, ամրակայված ոչ միայն իրավական, այլ նաև հոգևոր բարոյական հիմքերի վրա։ Շնորհակալություն։